Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ հաղորդմանը ձեր հարցերով կարող եք մասնակցել ինքներդ զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրելով մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ ararat@tv.am հասցեով։ Այսօր, ինչպես եւ խոստացել էինք, երեք հյուրընկալել ենք Հանրապետության գլխավոր պլաստիկ վիրաբույժ եւ միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին, այսօր զինվորական բժիշկների մասնագիտական տոնն է նշվում Հայաստանում, առիթը սա է, բայց մենք խոսելու ենք նաեւ պլաստիկ վիրաբուժության եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ձեռքբերումների եւ ծրագրերի մասին Հայաստանում, բայց մինչեւ հարցազրույցը փոքր ծանոթություն։ Ռեպլանտացիան, այսինքն հատված օրգանի առաջին վերապատվաստումը Հայաստանում կատարվել է 1983 թվականին։ Այդ եւ հաջորդ տասնամյակում բժշկագիտության այս ճյուղի զարգացմանը մեծ մոտ նպաստել են երկրաշարժն ու պատերազմը։ Պլաստիկ վիրաբույժների նվիրալ խմբի ջանքերով այդ տարիներին հարյուրավոր մարդկանց կյանքեր են փրկվել, վերականգնվել օրգանների կորցրած ֆունկցիաները։ Հետագայում պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ են բացվել մի քանի բժշկական հաստատություններում, ակտիվացել են հատկապես էսթետիկ պլաստիկ վիրահատությունները։ Սակայն քիչ չեն նաև պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժական եւ միկրովիրաբուժական միջամտությունները։ Առաջատար կլինիկաներից մեկում միայն տարեկան 1000 վիրահատություն է կատարվում, այսինքն օրական միջինը 3 վիրահատություն։ Բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնում իրականացվում են նաև գիտական աշխատանքներ, վերջույթների վնասվածքների բուժման, ինչպես նաև դեմքի եւ կրծքագեղձի ուռուցքային ախտահարումների պատճառով առաջացած թերությունների շտկման հարցերով։ Ինչ նորարարություններ են առաջարկում հայ պլաստիկ վիրաբույժները աշխարհի իրենց գործընկերներին, որոնք են մեր ամենամեծ ձեռքբերումներն ու նպատակները պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բնագավառում։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր Հանրապետության գլխավոր պլաստիկ վիրաբույժ եւ միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն է։ Բարև ձեզ, հարգելի բժիշկ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել եւ եկել մեր հաղորդաշարին հյուր։ Գիտեմ, թե որքան զբաղված եք դուք, մենք հետևում ենք այն իրադարձություններին, որ կլինիկայում է կատարվում, բայց նախ թույլ տվեք ձեզ շնորհավորել այսօրվա առիթով, այսօր Հայաստանում նշվում է զինվորական բժիշկների օրը եւ բոլորին հայտնի է, որ դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ ձեր մասնագիտական օգնությամբ մեր ազատամարտիկներին։ Բժիշկ, նախ կուզեի, որ ասեք, թե ինչպես եք ընտրել այդքան բարդ ուղղությունը։ Մենք սովորաբար պլաստիկ վիրաբուժություն ասելով շատ հաճախ մեր միտքը գնում է դեպի էսթետիկ վիրաբուժությունը, բայց դուք վերականգնում եք մարդկանց ամենաբարդ իրավիճակում հայտնված օրգանները, որ ընդհանրապես առանձնացված են լինում օրգանիզմից։ Եթե ասեմ, թե բժշկությունը, թե պլաստիկ վիրաբուժությունը ընտրել եմ պատահաբար օտարոտի թող չթվաձես, բայց իրականում դա այդպես է։ Ես բժշկական ինստիտուտ ընդունվել եմ պատահմամբ, հորս խորհրդով, երազում էի ճարտարապետ դառնալ, իսկ հայրս սիրահարված էր բժշկագիտությանը, մտերիմ ընկերը Նիկոլայ Նասիբյանը բժիշկ էր, նա Կողբից էր։ Եվ այնպես ստացվեց, որ մենք առաջի տարին դիմելուց ես պատահաբար 5 ստացա եւ ընդունվեցի այդպես։ Եվ այլ տարբերակ չկար։ Այո։ Իսկ ձեր ընտանիքում բժիշկներ կային։ Ոչ, հայրս եւ մայրս ուսուցիչներ էին, բայց քույրս, ավագ քույրս արդեն բժշկականի ուսանողուհի էր 4-րդ կուրսում։ Ինչ վերաբերում է պլաստիկ վիրաբուժությանը, ապա 82 թվականին ես Դնեպրապետրովսկից տեղափոխվեցի Հայաստան, մինչ այդ 6 տարի աշխատում էի որպես ընդհանուր վիրաբույժ։ Բայց Հայաստանում եք ավարտել։ Ոչ, Հայաստանում ավարտել եմ ու անմիջապես նոյեմբերյան 1-2 ամիս աշխատելուց հետո մեկնել եմ Դնեպրապետրովսկ, որտեղ արդեն բավական կայացա որպես վիրաբույժ, բաժին էի ղեկավարում, օրվա մեջ երբեմն 10-13 խորոչային վիրահատություններ, թե որովայնի խորշում, թե կրծքավանդակի, ընդհանուր վիրաբուժության մեջ։ Այո, պրոֆեսոր Չուխրենկոյի մոտ, նա Ուկրաինայի երկրորդ ամենահայտնի բժիշկն էր։ Այնպես ստացվեց, որ ես արդեն պատրաստվում էի տեղափոխվել Հայաստան, ամուսնացել եմ եւ չենք կարող ես եւ կինս անջատ ապրել։ Պրոֆեսոր Միքայելյանը ինձ առաջարկեց այստեղ
աշխատանք միայն այն դեպքում, եթե ես զբաղվեմ միկրովիրաբույրությամբ։ Ես իհարկե առաջին մի քանի տարին կարոտախտով էի տառապում, նույնիսկ 83-ին վերադարձա Դնեպրապետրովսկ մի ամսով, որ վիրահատեմ, հագենամ, հա, այդ քաղցից ընդհանուր վիրաբույրության Միքայելյան ինստիտուտում հերթապահում էի նաև ընդհանուր վիրաբույրության բաժնում, Համլետ Թամազյանը նույնպես լոռեցի էր, ընկերս էր եւ այդպես 82-ից ընտրեցի այս ճանապարհը, դա այն ժամանակ կոչվում էր պլաստիկ վերականգնողական միկրովիրաբույրության բաժանմունք։ Հետագայում նաև ամբիոնը հիմնվեց։ Այո, դա 82-ից 96-ին ես տեղափոխվեցի համալսարանական հիվանդանոց որպես տնօրեն եւ համալսարանում հիմնադրեցի ընկերներիս հետ պլաստիկ վիրաբույրության եւ միկրովիրաբույրության ամբիոնը, որը դուք երբևէ ափսոսում եք այդ պատահականության համար։ Ուշ է ափսոսել, ես գոհ եմ իմ անցած ճանապարհից, ափսոս, որ շատ արագ են թռչում տարիները եւ արդեն ժամանակ չունես Հախվերդյան Ռուբոն երգ ունի 50 տարեկանից հետո արդեն ժամանակ չես ունենում, որ որևէ բան շտկես բարձրանալու։ Միջայլոց անցյալ շաբաթ մենք Կոթի գյուղում էինք եւ Ռուբեն Հախվերդյանի համերգինային էինք այն րոպեներին, երբ որ այդ կնոջը թուրքերը, ադրբեջանցիները գողացան։ Փառք Աստծո, որ մառախուղ էր եւ 200 երեխա կար, մեզ ադրբեջանցիք չկարողացան գնդակոծել։ Այո։ Ժամանակն է այդ թուրքական պոստերը վերացնելու իհարկե։ Այո, բժիշկ, կարծիք կա, որ պլաստիկ վիրաբուժությունը գուցե եւ դա ճիշտ է, Հայաստանում հատկապես զարգացավ ցավոք սրտի երկրաշարժից եւ պատերազմից բխող հետևանքների շնորհիվ, որովհետեւ այդ ժամանակ հենց այդ միջամտությունների կարիքը շատ էր լինում մարդկանց մոտ, բայց դուք, եթե չեմ սխալվում, դեռ 83 թվականին եք կատարել առաջին ռեպլանտացիան օրգանի։ Խնդրում եմ ասեք, թե հիմա ավելի շատ ձեզ մոտ գերակշռում է էսթետիկ պլաստիկ վիրաբուժության աշխատանքը, թե վերականգնողականը, մենք ավելի շատ լսում ենք վերականգնողականի մասին։ Եթե հետադարձ հայացք նետենք, ապա իհարկե Հայաստանում զարգացած էր պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությունը, այն ժամանակ սա էր ամենա մոդեռն եւ ամենա ռևոլյուցիոն նոր մեթոդի կիրառումը եւ սկսած 85-ից մենք միության մեջ ճանաչված էինք որպես ամենաազդեցիկ, ամենաճանաչված, ամենահարգված կենտրոններից մեկը։ Բոլոր գործող պլաստիկ վիրաբույժները, հատկապես հետ խորհրդային տարածքի, նրանք նախկին պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժներ են։ Դա ամենածանր, ամենադժվար աշխատանքն էր։ Խոսքը չէր վերաբերվում միայն այս միջոցին անդամահատված վերջույթի վերականգնմանը, այլ վերաբերվում էր բոլոր այն մարմնական եւ ֆունկցիոնալ բացերին, որը բերում էր հաշմանդամության հիմնականում։ Խոսք այդքան չէր գնում էսթետիկ վերականգնողական վիրահատությունների մասին, չնայած ես կնշեմ նաև բնածին արատները կարելի են համարել նաև էսթետիկ վիրաբուժության մի մաս։ Բուն պլաստիկ վիրաբուժությունը կարելի է պայմանականորեն բաժանել, որովհետև հստակ սահման չկա ռեկոնստրուկտիվ պլաստիկ վիրահատություններին, որոնք առնչվում են հիվանդ, վիրավոր մարդուն եւ էսթետիկ միջամտություններին, որոնք կատարվում են հիվանդի կամ բնածին կամ արտաքին ձեռքբերովի որոշակի արատների շտկման նպատակով, այդ թվում ներառում են նաեւ ծերացման արատները, եթե կարելի ասել, բայց ծերունությունը նույնպես իր գեղեցկությունը ունի յուրովի։ Բայց մարդիկ կան, որ նախընտրում են արտաքնապես երիտասարդ։ Ինչ վերաբերում է ներկայիս,
սկսած 90-ական թվականներից եւ պատերազմից այս կողմ, հետ պատերազմյան շրջանը, իմ գործունեության 80% ժամանակի, եթե այդպես եւ թվի, ապա վերաբերում է էսթետիկ վիրաբուժությանը, որքան էլ ձեզ համար օտարացի։ Չնայած լրատվամիջոցները անընդհատ խոսում են ձեր հերթական հրաշագործության մասին, որ ռեկոնստրուկտիվ։ Կրկնում եմ, որ առավել իմաստուն, խելացի, փորձառու վիրաբուժները, դրանք հիմնական այն վիրաբուժներն են, որոնք այս բարդ գործունեությամբ են զբաղվում, այն է մարդու կորուսված բացը եւ ֆունկցիան վերականգնում շատ ավելի դժվար է, քան էսթետիկ վիրաբուժությունը։ Էսթետիկ վիրաբուժությունը կիրառվում է տարբեր մասնագետների կողմից, անկախ նրանից մենք ցանկանում ենք, թե ոչ, ես նախարարության գլխավոր մասնագետն եմ, բայց եւ դիմացնոտային վիրաբուժները եւ հենց պլաստիկ վիրաբուժները, քիթ կոկորդական բժիշկները նույնպես զբաղվում են։ Սա ավելի եկամտաբեր է, ավելի շատ հիշեցնում է շոու բիզնեսին եւ հիմնական ստորջրյա ճակատամարտը մասնագետների մեջ, հատկապես ասիական երկրներում այս ասպարեզում է լինում։ Վերականգնողական պլաստիկ վիրաբուժության ասպարեզում շատ իմ կարծիքով ավելի կոռեկտ ու ավելի ցիվիլ հարաբերություններ են, քանզի բոլորը գիտեն ով է շատ լավ, ով վատը։ Այնտեղ շատ ավելի եկամտաբեր է, փողաբեր է եւ գալի։ Ցավոք սրտի, բացի այս մասնագետներից երբեմն անգամ վարսավիրանոցներում կամ որևէ տեղ տարբեր ֆիլերներ են կիրառում յուրաքանչյուր եւ սա կարծում եմ կանոնակարգվի, հավանաբար ամբյոնը կընդլայնվի եւ պետք է ուսուցանել այս մասնագետներին, անգամ նրանք, ովքեր շպրիցը ձեռքին մեկին երկուսին բոտեքս կամ այս միջամտություն են առաջարկում։ Բժիշկ, մենք ավելի շատ այսօր կանգ առնենք այն բարդ վիրահատական միջամտությունների վրա, որ դուք կատարում եք հենց վերջին օրերին հայտնի վիրահատությունը, որ դուք կրկին մարդու փաստորեն տրավմայից հեռացված ոտքն եք վերադարձրել, այո, օրգանիզմին, մարմնին ընդհանուր։ Խնդրում եմ ասեք, դուք այդ վիրահատությունը հիմնական ծանրությունը հավանաբար ձեր ուսերին է, բայց ձեզ հետ նաև այլ նեղ մասնագետներ են լինում վիրահատարանում, որովհետև այդտեղ անոթների, նյարդերի խնդիրներ կան, թե եթե ասում ենք միկրովիրաբույժ արդեն ամեն ինչ ընդգրկում է իր մեջ։ Նախկինում մինչև թերևս 88 թվականը ամբողջ վիրահատությունը կատարում էր զուտ իմ կողմից եւ իմ ասենտները օգնում էր։ Սկսած 89-ից, եթե չեմ սխալվում, երկրաշարժից հետո, երբ որ Իլիզարովի խմբից եկան Սեյրան Սարոյանը, Արշակ Միրզոյանը եւ Կազբեկը, որը Օսեթիայից էր, մենք սկսեցինք սերտ համագործակցություն տրավմատոլոգների հետ, արդեն ես զբաղվում էի հիմնականում ռեպլանտացիոն հարցերով, իրենք ոսկորի ֆիքսացիայով, ինչպես նաև երկարացմամբ։ Սա հաջողության գրավականն է, երբ որ մի քանի պրոֆեսիոնալ խմբեր աշխատում են համատեղ։ Պետք է ունենաս հրաշալի անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, երկարատև նարկոզ է սպասվում, հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, պետք է բերել այն կայուն ստանդարտ վիճակի, որի պայմաններում հնարավոր է պահպանել թե հիվանդի կենսունակությունը, թե առավելագույնս արդյունավետ կարողանալ վերականգնել վերջույթը։ Այո։ Թե ինչպես է դա ձեզ հաջողվում, ներողություն եմ խնդրում, բժիշկ, այս պահին պետք է եթերային ժամանակը տրամադրենք փոքր գովազդային տեսահոլովակներին, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում է Հանրապետության գլխավոր պլաստիկ վիրաբույժ եւ միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով եւ ուղղեք ձեր հարցը բժշկին, քանի դեռ նա մեր տաղավարում է, այս պահին փոքր գովազդ։
Արարատի եթերում շարունակվում է շտապօգնություն հաղորդաշարը, այսօրվա մեր թեման պլաստիկ վիրաբուժությունն է, պլաստիկ ռեկոնստրուկցիոն վիրաբուժությունը եւ մեր տաղավարում է Հանրապետության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, հիշեցնում եմ մեր հեռախոսահամարը 54 89 34 եւ մեր էլեկտրոնային փոստի հասցեն shtapognutsyun@ararat.gov.am հարգելի հեռուստադիտողներ, դուք դեռ ունեք ժամանակ զանգահարելու։ Բժիշկ, ինչ է կատարվում վիրահատարանում։ Դուք նշեցիք արդեն, որ հիմա պրակտիկան թիմով աշխատելու ավելի շատ թիմով եք աշխատում ավելի շատ։ Պետք է ի սկզբանե մտածել, անգամ եթե հիվանդը դեռ չի հասել մեր կլինիկա կամ որևէ կլինիկա, բայց արդեն դեպքի մասին գիտեք, աշխատանքներ կարելի է կատարել։ Դա այն է գործիքները ամեն ինչը պատրաստել, թե տրավմատոլոգիական, թե մնացածը։ Երկրորդը այդ տեղափոխման ընթացքում անպայման ռեանիմացիոն թիմը պետք է հիվանդի վիճակը արդեն ասացի, որ բերի այն մի վիճակի, որտեղ կարելի է կատարել վիրահատությունը, եթե ոչ անիմաստ է սկսել վիրահատությունը, որովհետև հատկապես խոշոր սեգմենտների ժամանակ պետք է լավ հաշվարկել արդյոք իմաստ ունի նա վերականգնել, թե ոչ, որովհետև հիվանդը կարող է կորցվի։ Քանզի դա ռոպեական ակնթարթային չի լինում, ապա ամպուտացված վերջույթը կարելի է անմիջապես պատրաստել ռեպլանտացիայի համար։ Դրա համար միկրովիրաբուժական մի թիմը մի անգամից, ինչպես եւ անցյալ անգամ Գեորգ Եղջյանը, Արամ Սահակյանը, մի թիմը վերջույթով է զբաղվում, մյուսը հիվանդով։ Զբաղված էր ինձ հետ այս կորուսված վերջույթը վերականգնելով։ Այո։ Անեստեզիոլոգները, ռեանիմատոլոգները շատ արագ նախապատրաստելուց հետո այն է հեմոստատիկներ, ցավազրկողներ, մնացած չթվարկենք, անմիջապես հիվանդին մտցրեցին վիրասրահ, քնեցվեց, այդ ընթացքում ես սկսեցի մշակել վերքի արդեն պրոքսիմալ մասը, թիմը շարունակում էր ամպուտացված հատվածի վրա։ Այո։ Եվ անմիջապես անոթները գտնելուց, պատրաստելուց հետո տրավմատոլոգների թիմը Բդոյան Արմենի ղեկավարությամբ նույնպես սկսեցին վիրահատությունը։ Առաջինը անոթներն եք միացնում։ Ոչ, անոթները նախապատրաստում ես, բայց պետք է կայուն վիճակ, ոսկորները պետք է ֆիքսել, որպեսզի տեղաշարժեր չառաջանան եւ մեր բերանակցած անոթները չվնասեն։ Այսինքն մենք մի պահ զիջում ենք տրավմատոլոգներին։ Այո։ Որից հետո սկսվում է զարկել, եթե մեծ սեգմենտ է, մեծ սեգմենտ ասելով մենք հասկանում ենք սրունքթաթային հոդից կամ ճաճանչ դաստակային հոդից ավելի մոտակա, ավելի պրոքսիմալ։ Այսինքն սրունքը, նախաբազուկը, այս դեպքում շատ կարևոր է 6 ժամվա ընթացքում հասցնել հիվանդին հիվանդանոց, իսկ ցանկալի է որ 6 ժամում արդեն մտցնես, քանի որ դուք ինքներդ բժիշկ եք եւ քաջատեղյակ եք, որ մահը անմիջապես է սկսում մերուկանալը եւ մկանային հյուսվածքը խիստ խոցելի է ու զգայուն է թթվածնին։ Եթե քայքայման արգաստիկները թափանցում են արյան շրջանառություն, միանգամից բերում է լյարդային անբավարարության, ինչպես նաև երիկամային անբավարարության, որը իր հերթին բերում է սրտի կանգի եւ մահվան։ Ես հենց դա պետք է հարցնեի բժիշկ, եթե ասենք մարդու մոտ այդպիսի իրավիճակ է հանկարծ եւ իր կողքինի, ասենք վերջույթը այդ հատվածից, որ դուք նշում եք, մարդը տեսնում է, որ առանձնացավ տրավմայի պատճառով կամ ինչ որ վնասվածքով մեկ այլ հրազենային, ինչ պիտի անի այդ առանձնացված մասի հետ։ Պետք է սառը ոչ, ասենք նրա ընկերը, որի մոտ նման բան է կատարվում։ Այս հիվանդի բախտից ինքը մինչև վերջել ինքը գաղափար չուներ, երրորդ օրը թե չորրորդ օրը միայն իմացավ, որ իր ոտքը պոկված է։ Այո։ Այո, ինչ պիտի արի։ Սառը տեղ, չգիտեմ, ջրի մեջ, քանի ժամ, երբ ոնց հասցնել, եթե ասենք մարզում է դեպքը տեղի ունեցել, ինչ պայմաններում պիտի բերեն մինչև ձեզ մոտ։ Ես արդեն զանգել եմ արտակարգ իրավիճակի նախարարին,
իմ կողմից շատ հարգված Արմեն Երիցյանին եւ խնդրել եմ անպայման պարգևատրի իր փրկարարներին, քանզի այս տղաները, որոնք անցյալ օրվա հաղորդման մեջ ես լսում էի, նրանք ամեն ինչ արել էին գրագետ, երիտասարդ տղաներ էին, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում այդ ջերմուկի ջոկատի անդամներին, տեղադրել էին երկպարկ սառույցով պարուրված պարկի մեջ, տոպրակի մեջ եւ ժամանակին ամեն ինչ եւ շտապ օգնություն էին կանչել եւ Վայքի հիվանդանոցում ամեն ինչ կիրառվել էր, դրա համար այդքան արագ իրենք կարողացան փաստորեն։ Քանի ժամում են հասցրել։ Ես ասեմ, ինձ ջերմուկի քաղաքապետը զանգեց 6-ից երևի 20-6:30, ասելով որ դեպք է պատահել, վիրավորին հանել են մեքենայից, վերջույթը մնացել է մեքենայում։ Ես խնդրեցի, որ ինձ զանգել վերջույթը հանելուց հետո այլապես անիմաստ է, մինչև վերջույթը չտեսնեն, ինչ իմաստ ունի հիվանդին հասցնել Երևան շոկային վիճակով, նրա ազդրը թե աչից, թե ձախից ջարդված էր, փակ կոտրվածք, սրունքը անդամահատված, ինչպես նաև ուներ քունքային շրջանի սալջարդ։ Դրանից հետո 1 ժամ հետո կարծեմ վերջույթը կարողացան փրկարարները նույնպես հանել մեքենայից եւ միանգամից Վայքի հիվանդանոց, այնտեղ նախ մեզ օգնեց, որ եղանակը բավականին սառն էր, ամառվա ամռան եղանակին շատ ավելի արագ է մահացման process-ները գնում։ Մի խոսքով ժամը 10-ին հիվանդը մեր մոտ էր, 12:30 արյան շրջանառությունը սկսեց վերականգնվել արդեն զարկերակով արյունը թափանցեց այսպես։ Բժիշկ, իսկ այդքան բարդ վիրահատությունը, որ ժամեր է տևում, հետագայում դրա արդյունքը երբ է երևում, այսինքն երբ են սկսվում կենդանության առաջին նշանները, անմիջապես հետո։ Իսկ լինում է կենսունակությանը, այո, ֆունկցիոնալը ամիսներ են պետք։ Ես ֆունկցիոնալ առումով եմ ասում, որ մարդը զգա, որ իր ոտքը կամ ձեռքը նորից սկսում է աշխատել։ Մենք երկու խնդիր ունենք, առաջինը, որ կենսականորեն ապահովվի։ Վերապատվաստած վերջույթը կապ չի, այսպես ասենք, հյութեղ հայերենով, երկրորդը, որպեսզի նա կարողանա զգա ցավը, երրորդը նա դառնա շարժունակ, այսինքն մի քանի խնդիրներ ունենք, եթե ոչ, նա դառնում է բիոպրոթեզ, անպիտան մի բան, որը խանգարում է եւ ստիպված երբեմն կարող է նորից հեռացնել, դնել սովորական պրոթեզ։ Որքան եք սպասում այդ 3 Ես այդ մասին եմ ցանկանում ասել, որքան կարճ է ներվի անցման ճանապարհը, այնքան շուտ է վերականգնումը գնում, որքան քիչ ժամանակ ենք մենք կորցրել, ժամանակի առումով այնքան արագ է վերականգնվում։ Կրկնում եմ 6-8 ժամ անցնելուց հետո սովորաբար եթե հիվանդը ողջ է մնում եւ վերջույթը սերտաճում է, այս դեպքում մենք ունենում ենք մկանային ապաճում, որը բերում է սովորաբար սպիական որոշակի փոփոխությունների եւ հույս դնել, որ այս վերջույթը ինքը կարող է ինքնուրույն աշխատել, կացկումներ առաջացնել, որոնք տեղաշարժեն մատերը, բացել, փակել, ծալել եւ տարածել, անիմաստ է։ Սա բերում է Ֆոլկմանի կոնտրակտուրա հիշեցնող մի իրավիճակի, երբ դու ստիպված ես գնալ երկրորդ վիրահատության մեջքից, ազդրից կամ այլ մարմնամասից թարմ կմախքային մկաններ տեղափոխել, որոնք 6 ամսից հետո սկսում են կծկվել, տեղաշարժելով ծալիչ կամ տարածիչ ջլերը, նույնպես արդյունք է ունենում, բայց միշտ ցանկալի է, որ ժամանակի մեջ այնքան արագ աշխատել, որպեսզի եղածը անպայման օգտավետ լինի։ Սա շատ կարևոր է, հատկապես մենք հիմա թվացյալ խաղաղության մեջ ենք իրականում պատերազմող երկիր ենք եւ պետք է որ անպայման բոլոր ռազմական բժիշկները, տրավմատոլոգները, ուրոլոգները բոլորը պատրաստական լինեն նմանատիպ հիվանդներին ճիշտ վարելու, ճիշտ գործուղելու։ Այո։ Ամբիոնը բաց է, բժշկական համալսարանի դռները միշտ բաց են, ցանկալի է որ դասական մոտեցումները Պիրագովի ժամանակների վերջ տալ, անգամ հրազենային
վերքերով բազմաթիվ հիվանդների մենք անցյալ պատերազմի ժամանակ օգնեցինք, հիմա շարունակում ենք օգնել եւ կարծում եմ, որ շատ կարևոր մասնագիտություն է ապագայում նույնպես։ Այո։ Ոչ միայն այս ասպարեզում, այլև հետքաղցկեղային, դա կխոսանք։ Բժիշկ, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին։ Ալո։ Բարև ձեզ։ Ես 68 տարեկան եմ, իմ մոտ աչքի վրա բան կա, ժերավիկ կա, էլի։ Հիմա ես չգիտեմ, ասենք, որ գամ ձեր մոտ, կարող եմ գալ ձեր մոտ, ասենք, թե վիրահատությունն ինչ է։ Ահա որ ձևի երևում ա չեմ ուզում էլի։ Սովորաբար կարելի է պատասխանել, այո, այո։ Սովորաբար եթե կոպերի վրա է, նախ պետք է օկուլիստների կոնսուլտացիայի գնալ, ակնաբուժների, եթե գտնեն, որ պլաստիկ վիրաբուժության կարիք կա, իհարկե դիմեք մեզ, որևէ խնդրեմ չունեք։ Չնայած աչքի պլաստիկ վիրաբույժ նույնպես հյուր ունեցել ենք, հավանաբար աչքի բժիշկները հենց իրենք նրանք ակնաբուժներ են, պլաստիկ վիրաբուժությունը մի հատ է։ Այո։ Բայց կարող Բժիշկ, դուք նկարագրեցիք, որ այդ 3 կարևոր նշանները պետք է լինեն, մարդը պետք է ցավ զգա եւ շարժում եւ արյան շրջանառությունը իհարկե դա, բայց զգացողությունը եւ շարժումը պարտադիր է։ Այո, իսկ սովորաբար վիրահատությունից հետո երբ է նա սկսում դա զգալ եւ որքան ժամանակ սպասելուց հետո եթե այդ արդյունքները չեն լինում դուք մտածում եք այլ միջամտություն կախված հասակից երեխաների մոտ նույնիսկ լինում է որ մի քանի շաբաթից հետո զգացողությունը սկսում է վերականգնվել վերջի վերջո մենք ունենք նաեւ գործիքային ուսումնասիրություն էլեկտրոնեյրոմիոգրաֆիա այո անգամ հիվանդը դեռ եթե չի զգում մենք կարող ենք այս ուսումնասիրությամբ պարզել ներվա աճում է թե ոչ։ Այո։ Ինչ վերաբերում է մկանային վերականգնմանը, սովորաբար 6-ից 8 ամիս, եթե դա է ձեզ հետաքրքիր։ Այո։ Բժիշկ դուք վերապատրաստվել եք սկսած 80-ականներից, ես ձեր կենսագրության մեջ մինչև 2006 թվականը ընդհուպ դուք վերապատրաստումներ էիք անցնում։ Հիմա էլ եմ վերապատրաստվել, մինչև 2010 Հավանաբար չէր թարմացվել։ Ես վերջինը 2006-ը կարդացի եւ հիմնականում ֆրանսիական դպրոցն է, չնայած կար նշված նաեւ որ դուք եղել եք նաեւ Գերմանիայի կլինիկաներում, Շվեյցարիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարող ենք ասել, թե հիմա Հայաստանում պլաստիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության որ դպրոցն է հիմնավորվել, եվրոպականը թե ամերիկյանը եւ ինչ տարբերություններ կան դրանց միջեւ։ Իմ առաջի դպրոցը դա ռուսական դպրոցն է, պրոֆեսոր Կրիլով եւ պրոֆեսոր Ստեփանով, որոնց շատ շնորհակալ եմ, բայց ամենամեծ ազդեցությունը իմ վրա ունեցել է ֆրանսիական դպրոցը, ընդհանուր առմամբ ես Ֆրանսիայում անց եմ կացրել 2 տարի, Գերմանիայում 2-3 ամիս պրոֆեսոր Օլիվարի, Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում Վերջի անգամ Միացյալ Նահանգներում եղել եմ Ռոչեսթերում, Մեյո կլինիկում, աշխարհի ամենահայտնի Դեբեկին այնտեղ էր աշխատում, ես Մեյո կլինիկի պատվավոր դոկտոր եմ, դասախոս։ Չի կարելի երբեք ասել այս դպրոցը թե այն դպրոցը, եթե առաջ երկաթե վարագույր էր, ապա հիմա ընդհանուր ստանդարտներ են հիմնականում թե Եվրոպա, թե Ճապոնիա, Չինաստան, թե Միացյալ Նահանգներ։ Ինտերնետային կապը այնքան հրաշալի է, որ առանձնապես իրարից չեն տարբերում։ Համագործակցությունը հատկապես արևմտյան եվրոպական երկրների ու Ամերիկայի միջև շատ սերտ է։ Շատ խոր է համագործակցությունը Ամերիկայի եւ Թայվանի միջև, որքան էլ զարմանալի է։ Ամենահզոր դպրոցներից մեկը Տայբեի հիվանդանոցներն են։ Նույնը Ճապոնիայի, այնպես որ ասել թե որն է անհնար է։ Մենք ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք հրաշալի կապ են հաստատում աշխարհի բոլոր կլինիկաների հետ։ Գեորգ Եղջյանը, որ ամբիոնի աշխատակից է, նա շատ մտերիմ է թե արևմտաեվրոպական, թե ամերիկյան, Կարեն Դանիելյանը նույնպես
Արմեն Հովանեսյանը թե ռուսական կապն է ապահովում, թե արևմուտքի հետ, այնպես որ մենք աշխատում ենք աշխարհի լավագույն ունեցած փորձը ներդնել մեր ուսուցման գործում, ինչպես նաև աշխատանքային գործունեության մեջ։ Եվ արդյունքներն էլ երևում են։ Բժիշկ ներողություն եմ խնդրում, որ կրկին պետք է գովազդին տանք ժամանակը, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն է Հանրապետության գլխավոր պլաստիկ վիրաբույժ եւ միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, զանգահարեք 54 89 34, եթե ունեք հարցեր, այս պահին փոքր գովազդ։ Եվ այսպես Արարատի եթերում շարունակվում է շտապօգնություն հաղորդաշարը, այսօր մեր տաղավարում է Հանրապետության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, մենք խոսում ենք պլաստիկ վիրաբուժության հայաստանյան ձեռքբերումների եւ ծրագրերի մասին, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով, եթե ունեք հարցեր։ Բժիշկ, եթե այն ժամանակ դեռ 82 թվականից սկսած ավելի դժվար էր ինչ-որ կապեր գտնել արտասահմանի հետ, փաստորեն դուք նշեցիք, որ այսօր մեր երիտասարդ մասնագետները ունեն այդ կապերը եւ շատ լավ պահպանում են եւ կարծում եմ ավելի հեշտ է գտնել նաեւ նոր կապեր, չնայած արդեն ճանապարհները հիմնականում հարթված են, բայց գաղտնիք չէ նաեւ, որ դուք մի շարք նորարարությունների հեղինակ եք եւ երբ այստեղ պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնֆերանսներ են լինում, ձեր արտասահմանցի մասնագետները ձեզնից սովորած այստեղից գնում են։ Ես փորձեցի հասկանալ այդ նորարարությունների մասին ինչ-որ բաներ եւ առանձնացրել եմ մաշկալատ, մկանային լատ, ինչ են դրանք, որտեղից որտեղ եք տանում եւ ինչու հատկապես այստեղից հենց այնտեղ եք տանում։ Լավ, ուրեմն 70-ական թվականները եւ 80-ական թվականները շատ բուրն զարգացման փուլեր էին եւ այդ տարիներին ինչպես եւ աշխարհի բոլոր երկրներում ես նույնպես ավելի շատ դիակների վրա էի աշխատում եւ Ֆրանսիայում նույնպես նույնը կատարել եմ Ամերիկայում մենք փնտրում ենք նորանոր մաշկալաթեր որոնք առավելապես համապատասխանում էին ռեցիպիենտ, այսինքն ընդունող շրջանի պահանջներին, այն է նույն մարդու մարմնի, այո, նույն մարդու մարմնի, շատ ավելի հեշտ է իհարկե դիակից, ֆրանսիացիները գիտեք առաջի վիրահատությունները կատարեցին եւ իմ ընկերս, որը առաջի վիրահատությունների իմ մոտ է կատարել, ես եմ շատ բան Արամ Ղազարյանը կոնկրետ Լիոնից ծագումով հայր եւ մի թուրք տղայի երկու դիակի ձեռք պատվաստեց։ Մենք առաջ շատ էինք համագործակցում, հիմա ավելի շատ նվիրել եմ Կարին։ Այո։ Մի խոսքով, այս ժամանակաշրջանում առավելապես դա դաստակի ֆունկցիայի վերականգնման նպատակով, դա ոտնաթաթի կարճ ծալիչներին էր վերաբերվում, ինչպես նաև մեդիալ պլանտար մաշկալատ, երբ աշխատում է Ալան Ժիլբերի մոտ, բրազիլացի իմ ընկերոջ հետ ավելի շատ աշխատում ենք մեդիանուս ներվեի զարկերակի վրա մաշկալաթի, իսկ որն է վերջինը ձեր նորարարությունների։ Ամենավերջինը, որ ես բաշկիր իմ գործընկերների հետ միաժամանակ գրեթե հայտարարություն տվեցինք մեր կիրառած նոր մաշկալաթի, դա այտային մաշկալաթ էր։ Այսինքն մի ինչ-որ հրաշք բաներ մենք չենք արել ենք ինչպես մնացածները։ Ամենաակնառու երևի գործողություններից մեկը եղել է դա դիստալ ֆալանգների ռեպլանտացիան արտերիովենոս շունտերի կիրառման, որը ես Եթե մի քիչ ավելի հանրամատչելի ներկայացնենք, մատների դեռ 90 թվականին համաֆրանսիական կոնգրեսում, կամ 99-ին, կամ 91-ին, յուրաքանչյուր կորուսված մատ կպցնելու համար, կամ վերջույթ կպցնելու համար, վերականգնելու համար պետք է զարկերակ եւ երակներ վերականգնել, որպեսզի արյան շրջանառությունը ազատ լինի, հա։ Այո, սնուցումը վերականգնել։ Երբ որ դիստալ, այսինքն հեռակա ֆալանգներն են վնասում, ապա վիրաբույժները հիմնականում հրաժարվում են, քանի որ պատրաստի հնարավորին կարողունակ
կարվելու ունակ երակներ չկան, գիտեք, այստեղ եղունգ է եւ մեջքային մակերեսում դիստալ ֆալանգի վրա չկա։ Այս դեպքում երկար մտորումներից հետո իմ կողմից առաջարկվեց եւ զեկուցվեց հաջողությունից հետո միանգամից կարել 2 զարկերակ, որոնք հնարավոր է անգամ այս մակարդակին, իհարկե ծայրահեղ ծանր ճիգերով։ Վիրաբույժը պետք է առողջ լինի, միշտ զվարթ վիճակում, լավատես, ֆիզիկապես պինդ եւ լավ կին ունենա ու լավ շրջապատ, այլապես չես կարող։ Եվ այս դեպքում հնարավոր եղավ մատերը վերականգնել, իսկ հիմա այն ֆալանգի վրա առաջարկում էի արտերիովենոս շունտ, այսպես կոչված երակի հետ։ Այո, մեր վերջին հեռուստադիտողի հարցը լսենք, ժամանակը սպառվում է, ես ափսոսում եմ, որ շատ մեծ թեմաների չհասցրեցինք անդրադառնալ, հուսամ մեկ անգամ էլ դուք մեզ հյուր կգաք, ժամանակ կտրամադրեք, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ, բժիշկ ջան, ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնեմ ձեզ ձեր կատարած հրաշագործ աշխատանքի համար։ Դուք ունեք մի հրաշալի տղա, որը նույնպես շատ է օգնում մարդկանց։ Աստված ձեզ երկար տարիների կյանք եւ միշտ առողջ լինեք ու օգնեք մարդկանց։ Շնորհակալություն։ Իդեպ տղայի մասին խոսք չկար, բայց էլեկտրոնայինով էլ շնորհակալական նամակներ ենք ստացել եւ վերջում ձեր խորհուրդը ես խնդրում եմ նախ, որ մենք պլանավորված պլաստիկ վիրահատություններին, այո, որոնք ծրագրված են տեղի ունենում, անդրադառնանք հաջորդ հանդիպմանը, դա մեծ թեմա է։ Հակիրճ կարող ենք ասել հիմա էլ որևէ բան չէ, բայց մենք ունենք ընդամենը 2 րոպե ժամանակ եւ ես կխնդրեի ձեր խորհուրդը այն երիտասարդներին, իհարկե դուք ամենալավ խորհուրդներից մեկը տվեցիք արդեն, որ պետք է շատ լավ կին ունենա, զվարթ մարդ լինի, որպեսզի կարողանա այդ վիրահատությանը մտնել դուրս գալ, բայց այն ճանապարհը, որ նրանք ընտրում են ձեր արդեն հարթած ճանապարհը, որն է այստեղ ամենակարևորը լինելու հիմա մեր ժամանակներում։ Ես արդեն ասի պետք է նախ լավ գիտելիքներ ունենալ, ֆիզիկապես պետք է առողջ լինեն այս մասնագետները, որ տոկունություն է պահանջում, համբերություն, մարդկային բարություն է պետք եւ ազնվություն։ Ես ճանաչում եմ բավականին տաղանդավոր հրաշալի լավ մասնագետների, բայց անթերի մարդ ավելի քիչ եմ ճանաչում, երբեք պետք չէ կառույցն ինչպես կեղծավոր լինել հիվանդի կամ գործընկերոջ նկատմամբ, սա շատ կարևոր խնդիր է, պետք է սիրել մեր հայրենիքը, չմոռանալ թե ինչ երկրում ենք ապրում եւ անմիջապես չմտածել փախչել այստեղից տեղավորվել Գերմանիայում։ Իդեպ մեր հեռուստադիտողներից մեկը գրել էր, ինչպես է որ դուք չեք գնացել Հայաստանից, արդեն կարծում եմ պարզ է, թե ինչու եք դուք։ Ես շանսեր 2 անգամ միանգամից եմ ունեցել եւ Ֆրանսիա, եւ Ամերիկա, եւ Ռուսաստան, երբեք մտքովս չի անցել եւ մինչեւ վերջ ես կմնամ այստեղ։ Ուրիշների համար ես պատասխանատու չեմ։ Շնորհակալ եմ բժիշկ, շնորհակալ ենք բոլոր այն ծնողների, հարազատների, նաև անունից, ում կյանքերը իսկապես դուք փրկել եք եւ նրանց կյանքի որակն եք բարելավել, վերադարձնելով օրգանների գործունեությունը, ֆունկցիաները, հուսամ մենք նորից հանդիպելու առիթ դեռ կունենանք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր Հանրապետության գլխավոր պլաստիկ վիրաբույժ եւ միկրովիրաբույժ վաստակավոր բժիշկ, շատ շատերի սիրելի Արտավազդ Սահակյանը, առիթը զինվորական բժիշկների տոնն էր, որ այսօր նշվում է Հայաստանում, մենք շնորհավորում ենք նաև մյուս այսօր ծառայության մեջ գտնվող զինվորական բժիշկներին, իսկապես առողջություն մաղթելով եւ տոկունություն, որպեսզի կարողանաք օգնել, օգտակար լինել մեր զինվորներին եւ պարզապես քաղաքացիներին։ Վաղը մեր հանդիպումը լինելու է Հանրապետության գլխավոր լոռ բժիշկ Քիթ Կոկորտ ականջաբան Արթուր Շուքուրյանի հետ եւ մենք խոսելու ենք առավելապես լսողության խնդիրների մասին։ Նախապատրաստեք ձեր հարցերը, մինչ հանդիպում, առողջ եղեք։